В том, что касается Վարդանը Գուկասյանը Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովին անհանգստացրել է կաշառք ստանալու մեջ մեղադրվող բազմաթիվ քրեական պատմություններով հայտնի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումը։ Սերգեյ Վիկտորովիչը հայտարարում է, թե մտահոգված է, որ Ղուկասյանը կալանավորված է իր քաղաքական հայացքների համար, որովհետև Ռուսաստանի հետ միութենական պետության կողմնակից էր։ Զբաղվածության պատճառով Լավրովը հավանաբար չի կարողացել լսել կամ էլ թարգմանիչներ չունի, որ իրեն փոխանցեին հայտնի ձայնագրությամբ օվանդակությունը, երբ Ղուկասյանը Գյումրու քաղաքացուց նրա կառուցած ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք էր պահանջում։ Կալանավորել քաղաքական հայացքների արտահայտման համար այն հայացքների, որոնք ոչ մի ձևով ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, այլ ուղղված են Հայաստանի արտաքին հարաբերությունների մաքսիմալացմանն ու զարգացմանը, սեփական շահերից ելնելով անխոս լուրջ մտահոգություն է առաջացրել, մասնավորապես հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ Մոսկվայում մտահոգված են իրենց ազդեցության գործակալների համար։ Երբ միջուկային պետության արտգործնախարարն իջնում է ինչ-որ թաղային հեղինակության մակարդակի, դա ավելի շատ բնորոշում է հենց այդ պետության դեգրադացիայի աստիճանը։ Ահա թե մենք ինչպես գործում ենք։ Գյումրին ունի շատ կարևոր նշանակություն, որտեղ այնտեղ Ռուսաստանի միակ ռազմաբազումը համեմատաբար մեծ քանակի անձնակազմով և Գյումրիում ամեն ինչը իրանց հետաքրքիր է ընդհանուր մինչև տեղական իշխանություն։ Մեհրաբյանի խոսքերով այդ հետաքրքրությունը նաև պայմանավորված է մեր դեմ տարվող հիբրիդային պատերազմի տրամաբանությամբ։ Գյումրիին ասենք դիտարկել որպես ապագա Դոնբաս կամ պոտենցիալ Դոնբաս։ Ռուսաստանի արտգործնախարարի հաջորդ մտահոգությունը Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններն են և այդ կոնտեքստում Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Գայա Կալասի հայտարարություններն առ այն, թե Ռուսաստանը Հայաստանում կփորձի գործել մոլդովական սցենարով։ Լավրովը հորդորել էր հայ հասարակությանը լրջորեն մտածել։ Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով Ռուսաստանը մտահոգված է, որ իրենց կառույցները Մոլդովայի օրինակով կարող են փակվել Հայաստանում ևս։ Նրանց մտահոգությունն այն է, որ Մոլդովայի նման իրենց տեսնող այստեղի կառույցները կարող են ուղղակի օրենքով փակվել և զրկել նրանց հետագա գործակալական գործունեությունից, գործունեության հնարավորությունից, ահա թե ինչն է նրանց մտահոգում, իսկ դրա համար Մոլդովայի անունը շատ են տալիս, բայց այս ամենը ինչ է նշանակում, որ Հայաստանի ճանապարհը այո հենց դա է, նրանց գործակալական ցանցերը պետք է օրենքով ապահովեն, որպեսզի Հայաստանը Ռուսաստանին իր այդ մտահղացման մեջ հնարավորություն չտա մեզ վրա հարձակվել ներսից։ Ավելին, երբ մենք տեսնում ենք, որ բաց աղբյուրներից հաղորդում են, որ 165 միլիոն դոլար է հատկացված Հայաստանում գործակալական գործունեության համար, ապա բնական է, որ մեր իրավապահ մարմինները, հատուկ ծառայությունները պետք է զբաղվեն նրանով, ինչով զբաղվում էին Մոլդովայինները։ Իհարկե, Սերգեյ Լավրովի մտահոգություններն անսպառ են բոլոր այն թեմաներով, որոնք անմիջականորեն առնչվում են Ռուսաստանի Դաշնության կենսական շահերին, իսկ ահա բոլոր այն հարցերը, որոնք ենթադրում են ոչ թե մտահոգություն, այլ փաստաթղթով ստանձնած պարտավորությունների կատարում, Լավրովի ու Ռուսաստանի Դաշնության այլ պաշտոնյաների ուշադրությունից զարմանալիորեն վրիպում են։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։